Մեծ գրերն հայոց, մեզ հայ պահող թրերն հայոց, փառք գրերը ստեղծողին, հայազգը հավեր պահողին։ Գիրը հսկայական նշանակություն ունեցավ մարդկության զարգացման համար, առանց գրի մենք չենք ունենա այսքան գրքեր, չենք իմանա մեր նախնիների կյանքի ու գործերի մասին, առանց գրի չէր զարգանա գիտությունը։ Իսկ երբևէ մտածել եք հայոց գրերի գեղեցկության և կատարելության մասին։ Եկեք ևս մեկ անգամ խոսենք հայոց այբուբենի ստեղծողի մասին, ում դերը հայազգային ինքնության պահպանման գործում անգնահատելի է։ Ամեն մի հայ գիտի, որ հայերեն գիրը ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը 405 թվականին։ Դա ճակատագրական նշանակություն ունեցավ հայ ժողովրդի կյանքում։ Մաշտոցը կատարեց հայազգ մի այնպիսի գործ, որը հրաշքի է հավասար, որը նոր ոգի ու մեծ ուժ տվեց հայ ժողովրդին։ Երախտապատ ժողովուրդն էր իր զավակին սրբացրեց, իմացեք Հայաստանում հնագույն ժամանակներից չի պահպանվել ոչ մի գործի գերեզման, պահպանվել է միայն Մաշտոցին Օշականում, որն է դարձել է սերունդների սրբավայրը։ Հայոց գին ստեղծելիս Մաշտոցը հաղթահարեց անասելի դժվարություններ, իր աշակերտների հետ այցելեց մի շարք երկրներ, եղավ մի շարք քաղաքներում, ծանոթացավ այլ ժողովուրդների գրերին, չարչարվեց ու հորինեց մի կատարյալ այբուբեն, որն արդեն 1600 տարուց ավելի ծառայում է մեր ժողովրդին։ Այբուբեն բառը ճաշնված առաջի երկու տառերի անուններից այբ, բ, բեն։ Հայերեն բարեր
Հայտնի է, որ Մեսրոպ Մաշտոցը ծնվել է 361 կամ 362 թվականին Տարոն գավառի Հացեկաց գյուղում։ Սովորել է հունական դպրոցում, քանի որ այն ժամանակ Հայաստանում հայկական դպրոցներ չկային և երկրում տարածվեց հունական դպրոցները։ Նրա աշակերտությունը նշում է, որ Մաշտոցը լավ կրթություն էր ստացել և վիրապետում էր հունարեն, պարսկերեն, ասորերեն և վրացերեն լեզուների։ Նա եղել է զինվորական, հոգևորական։ Չնայած նրան, որ Հայաստանն առաջինն էր ընդունել քրիստոնեությունը որպես պետական կրոն, ժողովուրդը չէր կարողանում ընթերցել օտար լեզվով գրված Աստվածաշունչը։ Վարդապետները ընթերցում են հունարեն Աստվածաշունչը և բանավոր ներկայացնում ժողովրդին, քանի որ չկային հայերեն տառեր։ 4-րդ դարի վերջում Հայաստանը հայտնվել էր ծանր իրավիճակում։ 387 թվականին հայկական պետությունն առաջին անգամ բաժանվել էր բյուզանդական կայսրության և Սասանյան Պարսկաստանի միջև։ Երկիրը բաժանվելով երկու մասի կորցրեց իր անկախությունը, ազգային, քաղաքական ու կրոնական միասնությունը, ինչը կարող էր հանգեցնել հայ ազգի միաձուլմանը զավթիչներին։ Հայ ազգի համար ստեղծված տվյալ դժվարի իրավիճակում հայ գրերի գյուտը դարձել է ամիայն ելքը, որը կողքն է պահպանել երկու մասի բաժանված և օտար տիրապետության տակ գտնվող ժողովրդի ինքնությունը։ Այս պայմաններում է, որ Մեսրոպ Մաշտոցը նախաձեռնել այ գրերի ստեղծումը։ Մաշտոցը ուզում էր հայերեն թարգմանել բոլոր կրոնական տեքստերը և ստեղծել հայ ինքնուրույն և թարգմանական գրականություն։ Այս նպատակով նա ուսումնասիրում է օտարլեզու մատյաները, խորհրդակցում ասոր և հույն գիտունիների հետ։ Վերջապես 405 թվականին Մաշտոցը ստեղծում է հայոց գրերը, որոնք կատարելապես համապատասխանում էին հայոց լեզվի հնչյունային համակարգին։ Կատարվել է հսկայական աշխատանք, քանի որ հաշվի է առնվել և ուսումնասիրվել Հայաստանի բարբառների հնչյունային առանձնահատկությունները։ Մեսրոպյան Այբուբենն ուներ 36 տար, որոնց հետագայում ավելացվեցին ևս 3 և Օֆը։ Գրելի ստեղծումից հետո Մեսրոպ Մաշտոցը Սահակ Բարթևը իրենց աշակերտներն միասին սկսեցին Աստվածաշնչի թարգմանությունը։ Կարճ ժամանակում Սուրբ Գիրքը թարգմանվել է հայերեն և բազմացվել կրթությամբ։ Ահա առաջին հայերեն նախադասությունը, որ Մաշտոցը թարգմանել է առակաց գրքից. «Ճանաչես իմաստություն և ըսխրատ, իմանաս բանս հանճարով»։ Գրերի գյուտից անմիջապես հետո երկրում ծավալվել է թարգմանչական շարժումը, ծաղկել է հայ դպրությունը, հիմնվել են բազմաթիվ դպրոցներ, գրադարաններ, գրչության կենտրոններ։ Հայ եկեղեցին Մեսրոպ Մաշտոցին դասեր էր սարքել դեռևս նրա կենդանության օրոք։ Մեսրոպ Մաշտոցը մահացել է 440 թվականին։ Մահից հետո նրա մարմինը տեղափոխել են Օշական, որտեղ 3 տարի անց հազարապետ Վահան Ամոդունին մատուռ է կառուցում Մաշտոցի շիրիմի վրա։ 1875-ից 1879 թվականներին մատուռի հիմքի վրա կառուցվել է Սուրբ Մեսրոպ Մաշտոց բազիլիկ եկեղեցին։ Օշականը հայերի համար դարձել է ուխտագնացության վայր։ Եվ ահա այսօր Օշական գյուղում սուրբ հայերենով երգում են տան սուրբ անուն քո մեծ Մաշտոցի մեր սրտում երբեք չի մայր։ Այսօր այս բանին հայացքը սարած Մաշտոցյան գրին երգում եմ տալիս, թե նորեն սիրեմ Մեսրոպյան գիրը, տարել իմ ազգի նկարագիրը։
ոչ միայն Հայաստանում, այլև երկրից դուրս բազմաթիվ պետական ու հասարակական կազմակերպություններ, դպրոցներ և համալսարաններ ավաղվել են հայոց գրերի ստեղծողի անունով։ Երևանում գործում է Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարան։ Քաղաքի կենտրոնական փողոցներից մեկը Մեսրոպ Մաշտոցի պողոտան, նույնպես կրում է Մեծ Հայի անունը։ Այս փողոցը տանում է դեպի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան պատերադարան, հին ձեռագրերի, փաստաթղթերի պահպանման կենտրոն։ Շենքի դիմաց կանգնեցված է Մեսրոպ Մաշտոցի արձանը իր աշակերտ Կոջունի հետ։ Հայաստանում կա նաև հայոց այբուբենին նվիրված համալիր, որը գտնվում է Արագածոտնի մարզում, Արտաշավան գյուղի մոտակայքում։ Այստեղ կանգնեցված են այբուբենի 39 տառերի քարե արձանները։ Համալիրը կառուցվել է 2005 թվականին հայկական այբուբենի ստեղծման 1600-ամյակի առթիվ։ Մեսրոպ Մաշտոցը հայ ազգային հերոս է, մեծ վարդապետ, որի առաքելությունը մեր ժողովրդի պահպանությունն էր։ Ավետիք Իսահակյանն ասել է. Մեսրոպ Մաշտոցի ստեղծած տարրերը փրկեցին հայոց լեզուն և մշակույթը, բյուզանդական խառնարից արդյունքում հայերը չընդունեցին զրադաշտականություն, չնայած նրանք մնացին մենակ, սակայն փրկեցին իրենց ինքնությունը, մշակույթը և ոգին։ Իր պատմության ընթացքում հայ ազգը շատ է պայքարել իր ինքնությունը, լեզուն և կրոնը պահպանելու համար։ Մաշտոցի գյուտն այսօր էլ ծառայում այս մեծ նպատակին։ Սիրելի աշակերտներ, հայ լինել նշանակում է լինել լույսի մարտիկ, իսկ լույսը պաշտպանելու պայքարը մեր սուրբ պարտականությունն է։ Այժմ ես հպարտ եմ, որ ձեր հայացքներում ճառագում է իմացության բարու լույսը, որը որպես փարոս պիտի ուղեկցի ձեզ ձեր ողջ կյանքում։
Անաղարտ պահենք մեծն Մաշտոցին տված մեր խոստումը, այժմ արդեն տարաճանաչ ենք, և մուտք ենք գործել գրքերի խորհրդավոր աշխարհ։ Խոստացեք, որ անաղարտ տպահենք մեր մայրենին, շատ կկարդակ ու միշտ կհիշենք մեր թռչին, Մեսրոպ Մաշտոցին, նրա շնորհիվ եք, որ կան ու կլինենք։ Խոստանում եք։ Երեխաներ, ուրեմն այս վկայականում ձեզ գրված է Վիկտոր Համբարձումյանի կտակը։ Ուզում եք իմանալ ինչի մասին է, ինչ է կտակել նա ամբողջ հայ ժողովրդին։ Հիմա կարդամ լսեք։ Ինձ հաջորդող սերունդներին, թոռներիս, ծոռներիս կտակում եմ տիրապետել հայոց լեզվին։ Ամեն մեկը պետք է իր պարտքի համարի ուսումնասիրել հայոց լեզուն, գրագետ լինի հայերենից, անկախ այն բանից, թե քանի տոկոս է նրա մեջ հայկական արյունը։ Այդ տոկոսը ոչինչ չի նշանակում։ Մենք փոխանցում ենք սերունդներին ոչ թե արյուն, այլ գաղափարներ, և գաղափարների մեջ ինձ համար ամենաթանկը հայոց լեզուն է։ Իմ կյանքի ամենամեծ երջանկությունը եղել է ու կմնա, քանի ապրում եմ հայոց լեզվին տիրապետել։ Վիկտոր Համբարձումյան։ Վկայականը տրվում է Ռոբերտ Շահբազյանին։ Արմեն Զարուտյանը։ Լիլի Շահկյանին։ Կովիկ Պողոսյանին։ Անգելինա Մանուկյանին։ Նարեկ Քարակյանին։ Ջոն Մկրտյանին։ Մենուա Զաքարյանին։ Նարեկ Պետրոսյանին։ Ռոբերտ Ղազարյանին։ Արարատ Զալինյանին։ Արկի Դոլմաջյանին։ Նարեկ Խաչատրյանին։ Արամ Դևոթյանին։ Դավիթ Երշատյանին։ Ալեքսանդր Ղազարյանին։ Արկիտեր Բաղդասարյանին։ Ալեքս Գրիգորյանին։ Արեգ Զարգարյանին։ Միլենա Գրիգորյանին։ Բարձր ծափարի։ Նուաննա Դաշյանին։ Գոզ Մարանդյանին։ Դավիթ Դացյանի։ Լևոն Ավետիսյանի։
Եվա Զաքարյանի, Ստաս Հովհաննիսյանի, Յան Ախելեշյանի,